Բարև ձեզ։ Ես մի քանի հարց ունեմ ձեզ, քանի որ մենք հաճախակի չենք հանդիպում, կկանգնեք, որ խնդրեմ, եթե ինչպես Փաշինյանն էր ասում ժողովրդավար եք, ուղղակի ձեր ստեղծած միջավայրն է սա, դրա համար եմ փողոցում։ Ձեր անունը, հա, տարբեր աղմուկարից պատմությունների կենտրոնում է հայտնի, նախ ձեր սկեսրոջ հետ կապված այդ տների կառուցման բիզնեսը, հետո այդ կրակոցը, բենզալցակայանում, ինչպես է ստացվում։ Հիմա որ հարցին կոնկրետ պատասխանեմ։ Հերթով պատասխանեք։ Սկսեմ վերջից երևի թե եթե ամբողջ աղմուկը զտենք հանենք եւ տակը մնա զուտ բովանդակությունը ընդհանրապես իմ սկեսրոջը պատկանող տարածքում տեղի է ունեցել դժբախտ միջադեպ։ Ես ինքս իմ ամուսնու հետ գտնվել եմ այդ պահին անգամ երկրից դուրս եւ իմացել եմ ինչպես բոլորը դրա մասին լրատվականներից եւ շտապել ենք հետ։ Բացի այն հանգամանքից, որ իմ ընտանիքի անդամին պատկանող տարածքում է տեղ ունեցել որևէ այլ առնչություն այդ միջադեպի հետ, ես եւ իմ ընտանիքը չունի։ Ցավալի դեպք է կարող էր պատահել ցավոք սրտի ցանկացածի հետ, ցանկացածի տան դիմաց, այդ դեպքում տվյալ մարդը կհայտնվեր իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պարզապես քանի որ քաղաքական նյութությամբ զբաղվող մարդ եմ, քանի որ պաշտոնյա եմ, անմիջապես այդ լուրը կապվեց ինձ հետ։ Ես որևէ այլ անձնական ներգրավվածություն դրա մեջ չունեմ։ Հիմա նախաքննություն Գասպարյան։ Ներողություն, Տիկին Գասպարյան, այսքան որ ձեր սկեսրոջը այդ տարածքն է հատկացվում, որտեղ այդ տներն են կառուցվում, դուք այդտեղ կոռուպցիա չեք տեսնում։ Ոչ, ես կոռուպցիա չեմ տեսնում, որովհետև նախ իմ սկեսրոջը որևէ տարածք չի հատկացվել, իմ սկեսուրի անունով բացվել է ՍՊ, այդ պահին սկեսուրի, իսկ այդ տարածքները օտարելու պահին, ընդ որում համայնքապետարան օրենքով սահմանված կարգով, ավականու սահմանած գնով եւ բավական շատ ավելի տարի առաջ ես որևէ առնչություն այդ ընտանիքի հետ չեմ ունեցել, դրա տարածքը օտարվել է աճուրդային կարգով։ Հետագայում արդեն իմ այժմյան ընտանիքը ձեռք է բերել այդ տարածքը մասնավոր անձից եւ եթե զարտուղի ճանապարհներով որևէ տարածքի տիրանալու այնուհետև շինարարություն անելու ցանկություն առաջանար, երևի թե կարող ենք դարձյալ երրորդ Ես թույլտվություն ինչի պետք է չտա, եթե օրենքով սահմանված կարգով բերվում են քաղաքաշինական փաստաթղթեր եւ եթե ամբողջ Էջմիածինը բարձրահարկ կամ թաղամաս է կառուցում, ինչու ես պետք է նորից եմ ասում, քաղաքաշինական որևէ խախտում չպարունակող այդ շինարարությանը թույլտվություն տամ, այսինքն մենք խոսում ենք նրա մասին, որ պաշտոնյան չպետք է լինի արտոնյալ կարգավիճակում, բայց պաշտոնյան առնվազն պետք է մնացածի հետ հավասար պայմաններում։ Պարզապես անփութաբար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չէի տեղեկացրել, ինչպես կարգն է, որ իմ ընտանիքի անդամին տրվել է թույլտվություն, թե չէ թույլտվություն չտալու հիմք չկար։ Ես այնտեղ նախորդ միտքս կիսատ մնաց, եթե ցանկություն լինել որևէ այլ ճանապարհներով տարածքի տիրանալու, հետո ինչ որ կառուցապատող ընկերություններ կլիներ մի երրորդ անձի անունով, որևէ մեկը չէր իմանա, որ առնչություն ունի ինձ հետ։ Մենք հակառակը մենք բաց թափանցիկ իմ սկեսուրը բացել է ՍՊ, վարկ է վերցրել եւ այդ միջոցներով սկսվել է շինարարությունը, այսինքն եթե թաքցնելու բան է դժվար թե իմ սկեսուրի անունով անենք, էլի կանենք որևէ երրորդ անձի կողմից։ Պարզապես նորից եմ կրկնում, մեր հասարակության մեջ կարծես թե ընկալումը կա, որ պաշտոնյան իրենց հետ հավասար պայմաններում է պետք է չլինի։ Մի բան էլ ցածր պայմաններում պետք է լինի, որովհետեւ ինչպես բոլորը, այնպես էլ պաշտոնյան կարող է ունենալ օրենքով սահմանված կարգով այն, ինչ իրեն հասնում է, ինչ բոլորին է հասնում, այսպես ասեմ։ Տիկին Գասպարյան, հիշում եք ձեր եւ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը 2021 թվականին, որ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս ասում էիք, ել չի ձգում։ Հիմա ձգում է ձեզ Նիկոլ։ Գիտեք, դրա մասին ժամանակին խոսվել է, դրա մասին բացատրություններ տրվել է, ես այդ թեմային այլևս չեմ ցանկանում անդրադառնալ։ Դրանից հետո մենք անցել ենք ընտրություններ, հասարակությունը իր վստահության քվենտվել է պարոն Փաշինյանին, այնուհետև ես վարչության որոշմամբ առաջադրվել եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու առաջ սպասվող այն ժամանակ թիմ ընտրություններում հաղթել եմ, ընտրվել եմ համայնքի ղեկավար, այնպես որ այդ հարցը առնվազն ժամանակավրեպ է, դրա մասին ժամանակին խոսվել է։ Եվ միայն այն, որ դա մասնավոր զրույցում արտահայտած մասնավոր կարծիք է եղել եւ բավական կոնտեքստից կտրված եւ աղաղակված հրապարակվել է, ես պարզապես թեման, եթե թեմայի մեջ չեմ ցանկանում ավելի խորանալ, պարոն Փաշինյանը մեր քաղաքական թիմի առաջամարտիկն է, կուսակցության այո, ձգում է այնքան, քանի դեռ վայելում է ժողովրդի վստահության քվեն։
այն պատասխանատվությանը, որ դրված է, այն ծանր պատասխանատվությանը, որ դրված է նրա ուսերի։ Ո՞ւր են խոստացված անվտանգությունը, խաղաղությունը, որ 21 Ես թվականին թույլ տվեք որպես համայնքի ղեկավար ավելի Բայց շատ նաև թիմի անդամ եք։ Այո, թիմի անդամ եմ եւ ուշանում եմ հարցեր։ Դեռ չի եկել, ինչ չի եկել։ Կապ չունի, իմ ընկերների հետ եմ ուզում շփվել ավելի շատ։ Շնորհակալ եմ։